Շնորհակալ եմ մեր գնավորից, դիրոջից, բոլորից իրար հետ ենք, ապերը շատ լավ բան ասեց։ Մենք մի ընտանիք ենք, տարբեր ընտանիքներից, բայց մի ընտանիք ենք, տարբեր ազգերից, բայց ելի նորից մի ընտանիք։ Ունենք մեկ հայր։ Ես ուզում եմ մինչև խոսքից իմաստը ասել եմ մի վկայություն անեմ, այդ վերջերս մեծ տվես դրա աղբոր տվիմար մեքինա է դարը, ուջուր, էլեկտրական, ուլտով։ Ապը ուրեն նստեցրել է, որ երեխուն քշի, դա մեկ երեխեն լացմա, երկու տարեկան չկա, տարի 7 ամսակն։ Լացմա, չի համաձայնվել, որ իրան քշեն մալտան, չի ուրախանա, որ մեքենա ունի։ Ասում է կույտը տվեք, ես պիտի քշեմ։ Նստած նայել եմ, ասում եմ մի մատ երեխեն, ոչ մի բանով չի գոհանում, չի ուրախանամ, բացի իրա ուզած անելուց։ Օրինակ մարդկային հոգին այդ արատը ունի իրա մեջ, ուզում ես եղի դու, ուզում ես մի կողքին է կամ ես։ Ես էդ ինչի համար հիշավ է ասվի, որդեր մեր պատերազմը, մեր պատերազմը, մենք շատ անգամ սխալ ենք վարել, սխալ ուղղությամբ, փոխանակ մեր ներսի թշնամու հետ պայքարել, դրսինների հետ ենք պայքարել, դրսիններին է սարքել մեր մար թշնամու։ Հիշում եք, չէ այնտեղ, որ Հիսուս մի անգամ քարոզի ժամանակ ժողովրդի միջից մեկն ասում է վարդապետ, ինչ կլինի, այդ աղբորս ասա, ու մեր ժառանգությունը իմ հետ կիսի։ Հիսուսն ասում է ով մարդ, նա ով է անձիձել վերել դատավոր կամ բաժանարար կարգել։ Հիմա ոչ մեկ չի կարա դատի կամ ինչ-որ եզրակացություն տա մեր կյանքում, բայց կամ մեկը իրավունք ունի, ու ինչ ասում որացնում։ Ու Հիսուս այդ մարդուն ասում է, դուք զգուշ մնացեք ագահությունից, որտեղ մարդու ունեցվածքի ավելանալուց կախված չի նրա կյանքը։ Հետո պատմում է Անմիտ Հարուստի առակը, ես չեմ ուզում քորանամ, ուղղակի ուզում եմ ակերեսուրեն պատկերացնեմ, թե մեր պատերազմը ում դեմ է։ Ուզում ասի իմ աղբեր, եթե դու ու քո աղբերը ագահ չլինեիք, ձեր ժառանգությունը կիսելու հարցում խնդիր չէիք ունենա, ու երրորդ մարդու կարիք էլ չէիք զգա։ Հիսուս մարդու միտքը ուղղում է իր ներսը, թշնամիտ ներսը տա, ոչ թե աղբերը տա։ Հիմա իմ խոսքի ամբողջ իմաստը լինելու է դա։ Հիշում եմ տարիներ առաջ եղբորս տղեն, որ մահացել է, մասիվից է ինքը, ջերվեժից պետք է բերեինք մեկի խաղային։ Ուրեմն շփոս հրայից, որ հելանք, նստակատախալիկեն, կողքը, որ ճանապարհը ցույց տա։ Հենց վարորդը պապիրոս վարեց, մի հատ, ինձ ասում է հո, մի ոչինչ չեմ քեզի որ ծխեմ, ես էլ դատակ չեմ ասել։ Ասի, ես դրանից ազատել եմ իմ աղբեր, աղբորս էլ հեչ վեճի չի, ծխում ես ծխի, քեզ ես վնասնալու։ Ասեց հոգևոր ես, ասի հա։ Ուրեմն ամբողջ ճամփին մենակ ինքն է խոսացել, ես մեկ ուղում եմ անում, բացատրել եմ բողոք, այս ասում։ Հասած աշտարակ, որ դուրս են գալիս իշխանքի կողմ գերեզմանների մոտը, որ արդեն վերջացրեց էլ չի խոսել։ Ամբողջ ճամփին, բայց որ ասում է իրան բացատրելի, թե դուք խի եք, իրար քույրիկ եղբայրասում։ Ասում եմ իմ աղբեր, ասում եմ, երբ որ Հիսուսի աշակերտները Հիսուսին ասում մեր աղոթանել սովորացրել, Հիսուսն ասեց աղոթելուց ասեք հայր մեր, որ երկնքում ես։ Ասում եմ, ես որ օրը հասկացել եմ, որ Աստված համ իմ հերն է, համ բոլորի հերն է։ Կարող է քո հետ եղբայրով խոսամ մյուսի քույրիկով, ես մարդը ռուլը թողեց երկու ծերով խփեց չոքերին, գույնը սպիտակավ, վախ ասում է, ես ասում առաջ մեծ մեղ եմ գործել, որ ձերս քցի ռուլը ես բռնի, ասում եմ հələ համստացի,
Դե մտնայի, տնանք ինչ հայրել է, ինչ ես տենց վատացար, ասում է ես էլ հետ հավատացյալներին ասում է, ձեր բաբաներն ու մամաներն այդ ինչ փչացածներ են, որ դուք իրար քուրախներ եք գալիս, ուրեմն դրա համար եք իրար քուրախներ ասում։ Ասում եմ, հա, չի մարդու կարծիքով, ասում է, ես էլ քրխուշ տալով հավատացյալներին դրել էի փչացածների տեղ։ Հիմա ասում է Աստված ընձիկների, ասում է, որ չես հասկացել, ասել ես, չի մեղադրել, ներել ա, ետ չասես, ասեց էլուր ասել։ Ասան գյուղ, որ մարմինը հանին դարնալ ավտորից պետք է հետ եթա, երկու ձերով կպերին ընձ ուրավ, հետևացած բարևատար, հրանտ եղբայր ասել ճամքի բանես ասել, բացատելել եմ կնայք խեենք, քույրիկ եղբայր ասել իրարի։ Այսինքն մարդիկ անտեղյակելնելուց շատ բաներ կանեն։ Հիմա տերը ասում ես, ես ուզում եմ մի համարի վրա ուշադրություն դարձնել, ավելի քիչ մի դերվար Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի մեջ, որոնի առակը 24 համարից, որոնների առակն է, ես ընդհանուր առակը չեմ կարդա, բայց ուզում եմ նայեն 27 համարից։ Ուստի տանտիրոց տարաները մոտեցան և իրեն ասացին, դերը չէ, որ դուք ու արդի մեջ բարիս եք ցանեցիր, ուրեմն որումը ուստի է, անիկարելը սավանոնց, թշնամի մարդ մելաց է, հատիկա, ծարաներ նսին իրեն, հիմա կուզես, որ երթան զանում խաղեն, աներ լսա ոչ, չլա, թե որովը խաղաց ատելի, ծորենն էլ անոր հետ փչացնել, հրցնել։ Գիտեք, որովները մի տեսակ հատկություն ունեն, ասված իրանց արմատները պատակում են ծորենի արմատին, որ եթե որովը քաշես, ծորենիները վնաս տալիս իդը։ Հիմա արդի տերը ծառաներին ասեց, պետք չի, որ եթար արտը մարգրեք հիմա։ Ասին, ես դրա մեջ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, քրել եղբայրներ, մենք ինչքան ենք ընգած, լարված, որ եկեղեցու մեջ հենց մարգրություն լինի, շատ լավ է հետի, որ լինի, բայց ոչ ես կարամ, ոչ դու։ Ու արդի տերն էլ ասում, որ չէ, ես պատչան է, թող իրար հետ աճել։ Ինչի համար իրար հետ աճել։ Որտև եթե որովը քաշես, ծորենին էլ վնասի կասում։ Բոլորը դիշեք տարիներ առաջ ասենք եկեղեցին, որ բաժանություն էլա, ես ասեմ շատեր են շփվել եմ, գիտեք իշքան միամիտ շատ պահած եղբայրներ, որ այդ բաժանությունների ընթացքում միամտորեն ուղղակի բռնել էին այն կողմը, որտեղ որ չէին էլ ուզում այդ հային, վնասվել էին։ Հիմա տերը օգնում մեզ, որ մենք Աստծո գործը չնկատենք մեր վրա, այլ մտածենք մեր մասին, սիրենք իրարի։ Ասենք եթե երեխեդ հիվան չլնի, դու նրան ոնց պետք է հոգ տանես։ Հիվանդը պետք է չէ, որպեսզի առողջը նրան հոգ տանի։ Ես մի վկայություն էլ ասեմ, շուտ է, մի քանի տարի առաջ էր, հետաքրքիր էր առավոտ-աղոթքի ժամանակ, որ հարց եկավ մեջս Սուրբ Հոգուց, որ 4 երեխա ուներ։ Եթե 4-ից մեկը պատասխանմիտ ելներ մի քիչ ու դու տենայիր, որ մնացած 3-ը նրա հետ գոռոզաբար են վերաբերվում, վերևից են նայում, թունցի ծանոթ, որ իբրե մենք քեզնից լավն ենք, դու որպես հայր, ոնց կզգայիր քեզ ենք։ Իմ սիրտը խառնեց ինձանից, և ես ժամանակ ողբացել եմ Հիսուս ջան, մաքրել ինձ այդ արաբից, այդ հենց այն ախտերությունն է, որ մեր վերախտերը շատ անգամ հիշեցնում է։ Ախտերություն եմ համարել, ինչ է, այդ հոգեբանությունն է, քո ինչն է առավել ինձանից։ Տարած չիշ տաս, ասենք դու հնարավոր է երգել գիտես, դուք նվագել գիտես, ես ոչ մի բան չեմ կարող նվագել,
Բացի դրանից են տարբեր առաջնաների վրա։ Դրանով մեր արժեքը փոխվում է, ասոցները փոխվում են մեր նկատմամբ։ Չէ։ Բոլորը կհիշեք ժամանակին հիմա ասենք հավազն շատ տալիս ձմեռը ճանապարհներին սառոցի պատճառով։ Առաջ աղը էին շատ տալիս։ Այդ աղը երբեք սեղանին չէի դնում։ Որտեղ ինքը ոտի տակի աղը էր։ Բայց այդ աղը, որ շատ էին տալիս, սառոցը հալվում էր, վթար չի լինում։ Աղը մայթերին էին շատ տալիս, որ մարդիկ չսայթաքեն են գնեն։ Հիմա եթե համը կորցրած աղը, լավ սեղանի աղ չի։ Կամ դու ես դարձել այդ աղը։ Համը կորցրել էր։ Այդ ոտի տակի աղը, եթե մտածի, ես նենց անեմ, որ ընձի տնորողը չսայթաքի, այն մեր դիրոջ ուզած է դիա։ Մեր երկնավոր հոր ուզած է այդ սերնա, որի թեկուս ես տրորեն։ Այս դու քեզին ես պահի, աղոտ քարա, ես չաչարով է հալածողի մար։ Պաճարել ունի տենց ասելով, որպիսի քո երկնավոր հոր որդի մի լինես։ Համաձայն եք, չէ՞։ Նա բժշկություն անում։ Հարկ Տիրոջ է։ Ես մի կարճ ուզում եմ մեկնաբանեմ Հովհաննես Առաքյալի երրորդ թուղթը, որ գրված է Գայոսին։ Տեսեք, ստեղ կա 4 կերպար, որի մասին այս կարճ թուղթը խոսում է։ 15 համար է ընդամենը, ես մինչև 12-ը կարդամ։ Երեցից Գայոս սիրելիին, որ ես սիրում եմ ճշմարտությամբ։ Սիրելիս, աղոթք եմ անում, որ ամեն կողմանը հաջողես ու առողջ լինես, ինչպես քո հոգիդ է հաջողության մեջ է։ Հովհաննեսը գիտեր, որ Գայոսը հիվանդ է, խնդիրներ ուներ, որտեղ ասում է աղոթում եմ, որ ամեն կողմանը հաջողես ու առողջ լինես։ Պարզ երևում է, որ Գայոսը իր սիրելին խնդիրներ ունի ու հիվանդ է։ Բայց նրա հոգին հաջողության մեջ է, ու ինչու՞մն է այդ հաջողությունը, ասենսի շատ ուրախացա, երբ մի քանի եղբայրներ եկան եւ դու ճշմարտության մասին վկայեցին, թե դու ճշմարտությամբ կքայլես, ասկի ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ կլսեմ, թե իմ որդիներս ճշմարտության մեջ կքայլեն։ Ով կար ասի, Հովհաննեսը ամուսնացած է, թե չէ։ Չէ, կամ Պողոս Առաքյալը ամուսնացած է, որ Ֆիլիմոնին նամակ է գրում է բանկից, որ գիտես Մոնեսիմոսին, որ ես իմ կապանքներից մեջ ծնել եմ, հետևում եմ քեզի, որպես ինձ սրտի կտոր, իմ թարգմանության մեջ ասում որպես իմ աղիքը, երկու անգամ շեշտում է, որ Ֆիլիմոն, Մոնեսիմոսը իմ աղիքն է, երևի Պողոսը Ֆիլիմոնի հետ շատ էր խորհրդակցել, շատ էր խոսացել Եսայա 63:15-ից, ընդեղ որ Եսային ասում է, բա ախր ուր է քո աղիքներից կալարվելը, քո ողորմությունները ինձնից արգելվել են արդեն, չէ որ ասում է Աբրահամը մեզ չգիտեր, Իսրայելը չէր ճանաչում, բայց դու մեր հայրն ես են սկզբից։ Ես մի վկայություններ անեմ տարիներ առաջ գործակալը արկել է որ Հայաստանում մեկ է կնոջից չլսվա, մի անգամից պատմություններից ես չգիտեմ ինչ է կատարվել, որ հելա վազա տեսա մեծ տվեց, որ ոտաբնոբի ջուր անելուց եկել ախալածին բացի, որ մարոշնի վկալի։ Տոտը բրնել է իրանում, մի անգամից միտք եկավ, որ ուժեն հարված է իրակում թոպոքվել, հենց կվել է հաղթ։ Բայց իմ ներսի էդ զգացմունքները ես չեմ կարող բացատրել, թե ինչ է կատարվում, երբ որ չի չես լսում, դու ծնող ես։ Ու տենում ես հետը տենցու Փառք Տիրոջը, որ այդ միտքը տվեց, ուժեղ խփի թոպոքվեց նրանից։ Հիմա Եսային ասում էր, ուր է քո աղիքներիդ կատարվելը, քո ողորմությունները ինձնից արգելվել է,
Ախր չէ որ այն սկզբից Աբրահամն էլ չգիտեր, Իսրայելն էլ չգիտեր մեզի, այս դու մեր հայրն ես ու քո անունը մեկը իշտան։ Հիմա այդ հայրը ինչ ազգում, երբ որ տենեմ աստեղ նստած իրան որևէ մի զավակ հիվանդ է։ Ուրախանում եմ, որ դու առողջ ես, ենի հիվանդ է։ Դու յանից առողջ ես, լավն ես, հա։ Հետի ամերգանքա ու սարսափելի բան։ Այդ իրենց են աղտեղանությունն է, այն հոտած կեղտ։ Դու ասացիս իմասն հետի է, Հովանեսը ուրախանում էր, որ Գայոսի վրով ու շարունակության մեջ ասում սիրելիս դու հավատարմաբար կանես, ինչ որ կանես եղբայրներին և օտարներին։ Այսինքն Գայոսի համար լավ չուներ եղբայրը եկե, թե օտար իրատուն է։ Որոնք ասում եկեղեցի առջև վկայեցին քո սիրույթ վրայով, եթե Աստվածը հաջող կերպով զանան ճամփակը դնես, ամենից կդնես, աղեք դնես։ Այսինքն սիրույթ վրայով, Գայոսը ոչ թե մենակ քիչ տալել էր, այլ նաև սիրով էր արել։ Ու համոզմունքը մենակ չէր արել, ընտանիքի հետ էր արել։ Ոչ մի քույրիկ կամ էլ ոչ մի երեխա թողած չզգա, որ ինքը չի երևում։ Գայոսի կնոջ անունը գրած չի։ Նոյի կնոջ անունն էլ գրած չի Սուրբ գրքում, բայց գիտենք, որ Նոյի կինն է Նոյի հետ։ Հիմա տեսեք, նույն Գայոսի մասին Պողոս առաքյալն է վկայում Հռոմեացիների 16:23։ Ու ինչ է վկայում։ Ասում է բարեբանն ձեզի Գայոսն է։ Ու ներկայացնում է Գայոսն ով է։ Իմ և ամբողջ եկեղեցիի հյուրընկալն է։ Ռուսերեն բառն ասում է «Ստրանապրիմիեց», այսինքն օտարականին տուն ընդունողն է։ Ասեն չերևացող մարդ է, ստից չի կայնում։ Բայց ամբողջ եկեղեցին գիտեր, որ այդ հանդես ինչ քաղաքը ընդ մի հատ եղբայր կա, որ իրատունը հանգիստ տարակ մնան։ Հարազատ մեկը կա։ Ես առաջի անգամ, որ եղա Գորեսում մեզ Արմեն եղբայր տունը, ես մտել եմ իրանց տուն չեմ ճանաչել, բայց մտել եմ իրանց տուն, հասել եմ ես ասատուն։ Հարաբանից Ստեփանա Կերտիս միջև եկան Գորիս մանախուղ էր։ Ժամը 6-ին դուրս են եկել, ժամը 12-ից նոր հասել են Գորիս։ Այնքան մանախուղը խիտ էր, որ գլուխս պատուհանից համերան դուրս, որ շողին եղբորն ասեմ, եղբայր ծախ պահի, լինում են ձորը արդ։ Այս որ մտա եղբոր տունը, Գորիսից էստեղ մոտ 250 կիլոմետր աջ է։ Բայց իմ զգացողությունն էր, որ ես հասել եմ տուն։ Որտեղ այդ ընտանիքը իրականում մնենց էին հյուրընկալը, որ դու իրականում հասել ես տուն։ Հիմա տերորոշնում ես տեսեք, Գայոսի կերպարը շատ հրաշալի է, դու աղեկն ես, որ այդպես կանես, վասնզի Աստծո անվան համար ճամփա են ելած և հեթանոսներից բան չեն առնում, ուստի մենք պարտավոր ենք այդպիսիներին ընդունել, որպեսզի ճշմարտությանը գործակիցը լավ, ճշմարտության հետ գործակիցը լինենք, ասում եմ մենք պարտավոր ենք այդ տեսակ եղբայրներին ընդունել։ Հաջորդ կերպար ասում է եկեղեցիին գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ անոնց մեջ առաջինը լավ ուզել, մեզի չի ընդունում։ Տեսեք ինչ կերպարի մասին է խոսում, ասում է եկեղեցուն գրել եմ Գայոս Դիոտրեփեսի պահով, որ Դիոտրեփեսը, որ մեզի չի ընդունում, եղբայրությանն էլ չի ընդունում։ Չի հնազանդվում այդ մարդը։ Ասոր համար, եթե գամ, անոր արած գործերը պիտի հիշել։ Չասեմ, դիգամ պորտը կքսեմ տեմը, հարցերը կլուծեմ, չէ, ասում եթե գամ, անոր արած գործերը կհիշել։ Պիտի հիշեմ, որ մեզի դեմ շամակրատելով չարախոսություն էր անում։
Եվ ասում էլ գող չլալել զատ, ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրությանը, այլ զանոնք, որ կուզեն ընդունել, վարկելում է և եկեղեցիից էլ հանում։ Շատ յուրաքանչյուր բան է բացատրում, ասում է Դիոտրեփեսը ոչ թե մենակ արգելում է, մեզի չի ընդունում, ովքեր էլ որ ընդունում են մեզի, բացի են, որ արգելում ընդունելը եկեղեցուց էլ դուրս է հանում, ով կարա ասենք որևէ մեկիդ, ասի մյուս անգամ պաշտպանում չի ասում։ Իմ նման մեկը կարող է ասել։ Դիոտրեփեսը եկեղեցում հեղինակություն էր, այսինքն ոչ թե հեղինակություն էր, պաշտոն ուներ։ Կարար հաներ, դրա համար էլ հանում էր։ Այսպեսիկ զարմանալի է Հովհաննեսի խորհուրդը։ Ինչ ասում Գայոսի։ Սիրելիս, չարի նմանով մի եղիր, հապա բարի։ Նա որ բարիք է գործում, աստծմե է, բայց նա որ չարիք է գործի, անիկա Աստված տեսած էլ չէ։ Ուզում ասի, այդ Դիոտրեփեսը Աստված չի տեսել։ Ով որ բարիք է գործում, ինի Աստծա, բայց ով որ չարիք է գործում, ինքը Աստված չի տեսել։ Եթե Աստված տեսած էր, տեսել է։ Աստված ճանաչել չէր անի, բայց ասմասի չի ասում է հետը կրվի, կամ միաբանվել եղբայրներով, իրան հաստեցրեք, տեղը դրեք, կամ ասեք տեղը ճանաչի, մի խոսքով վախցրեք, կամ մի բան արեք, չի, այդպես բան չի ասում, խորհուրդ է տալիս, սիրելիս, լավ, որոմա, ունակ, որոմին քաշով մի կողմ գցողը, Աստծո հրամանով իր հրաշնակներ դրում են, ու միջև վերջ։ Հիմա տեսեք, ես մի բան ասեմ միջանկյալ, Պողոս Արաքյալը, որ հələ Պողոս չեն դարձել, Սողոս էր։ Ով կադար Պողոսին վկայել, ասել գիտես, Սավուր, կամ Սողոս, դու սխալված ես անալ, ճիշտ չես ավրել։ Ով կարար ասել, մարդ արձենալով, Հանանաշից տղտեր առել, իրավունքներ, Երուսաղեմում վերևացող մարդեն, քիչ այդան Դամասկոսել հավաքեն, լծել մանտերը ու սպանել տամ, քարգոծել տամ, բայց երբ որ Դամասկոսի ճանապարհին տերը հանդիպավ իրան, Սողոսը ինչ դարձավ, հպարտ ջիու վրա նստած հետմել Դամասկոս, բայց ջիու ծնգավ ծած, գետի վրա փոշում է Սողոն է, իսկական Սողոս էր, այս տիրոջ հետ որ հանդիպավ, ինչ կատարվավ այդ մարդու հետ։ Կամ ընձիով կարան ասել, որ տղաջան սխալ բան ես անել, նույր քերիս հարթած վիճակից, վարագիտից ես բրնեց, նսկիցրեց իմ ավտոն, վերեց, քաշեց, կցեց մեր պատիտակը թողս մնաց։ Գիշերները ընձի խրատե, որ տղաջան, մտեն շեն ագրում որ դու ես, ագրում էր լավ բան արա։ Ասելով ով էր ազդրում որ Դիշի ուզմանեի չէի կարամ չանեի, բայց չէի կարամ ընդունեի։ Ուրեմ ես չգիտեմ, ընձի բտի ասեն, ասում եմ մի մատ երեխեն, հելա 2 տարեկան չկա, ու տվեք, ասում եմ, ես պիտի քշնեմ, լացում եմ, ավտոյի մատ չի ուրախանեմ, ման տալու մատ չի ուրախանեմ, ոչ բանի մատ չի ուրախանեմ, մենակ թե իրա ուզածն ունի։ Դուք տելում եք ձեր թշնամինով ա, ես օրինակ տենում եմ թշնամինով ա, եղբայրությունը չի, քույրերը չեն, ուրիշները չեն, ես եմ։ Մեկ էլ ընձի ուզում եմ համոզեմ, որ դու գիտես, որ դու ճիշտ ես։ Ոնց եմ ճիշտ։ Եթե պիտի Տերը որոշի։ Հիմա երրորդ կերպարը ասում է Դիմիտրիոսի համար ամենքն էլ լավ կվկայեն, բունիսկ ճշմարտությունն է։ Մենք էլ կվկայենք, և դու գիտեք, թե մեր վկայությունը ճշմարիտ է։ Ստե Հովհաննեսն ասում է Դիմիտրիոսի համար ամենք վկայեն, ճիշտ ամենք էլ են վկայեն, բայց մեկին չեշտում ասում է բուն իսկ ճշմարտությունն է։ Հովհաննես որից գիտես, որ ճշմարտությունը Դիմիտրիոսի համար վկայում է, որ Դիմիտրիոսը լավ եղբայր է, պիտանի է։ Կապ ուներ չէ ճշմարտության հետ, իսկ ճշմարտությունն ով է։
Հովանես այդ ինչ-որ գրում էր, գայոս, ես եկեղեցում գրել եմ, գայոս, ես գիտեմ արդեն, ես տեղյակ եմ, Դմիտրիոսի գրովել եմ տեղյակ, ինչեր անեմ, ոնց եկեղեցում խառնեմ, հանեմ դուրս, ճշմարտությունը ինձի ասելա Դմիտրիոսի համար, որ ինքը լավն է, Դիոտրեփեսը վատն է, դու լավ կանես, որ բարին ընդօրինակ ես նմանես։ Հիմա մենք ինչ անենք, քույրեր եւ հայրեր, ինչ-որ բաներ փոխենք մեր մեջ, կարանք փոխենք, եթե կարենային փոխենք, Հիսուսը չի եկել, ես ծիծաղալով մեր բան էլ ասում, մի օր աղոթքի մեջ մի հատ օրինակ եկավ, ասում եթե մտնես մոր ու տենաս, որ այդ մեռած մարմիններին թթվածին են միացել, գիծակսի կա, մեռելին կարաս ասես խորը շունչ քաշեք սահանաս, այդ մեռելին կյանք ապետ տալ, իսկ այդ կյանքը մեռելի մեջ չկա, պիտի դրսից գա, իսկ ով է կյանքը տվողը, փառք իրան, Սովոսին ով սարքեց Պողոս, Միջեր հետ ասում եմ, էլի հպար ձյով է գնել Դամասկոս հեսա հասնենք, ես խամով գնենք, կետնենք, բայց երբ որ կերը հանդիպավ նրան ճանապարհին, սկսավ սողալ Տիրոջ ոտների տակը։ Մեզնից մի բան է նման բարին գործակից մենք կապ չունի Դիոտրեփեսը ինչ անը, կարևորը դու ինչ ես անում։ Աղոթանենք